Հարգելի հեռուստադիտողներ, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին արդեն 12-րդ օրն է շարունակվում է նախընտրական քարոզարշավը։ Ներկայացնող խաղաղության կարգախոսով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր քարոզարշավ շարունակում է իրականացնել Լոռու մարզում։ Այժմ մենք գտնվում ենք Օձուն համայնքում եւ այժմ ես պատրաստվում եմ զրուցել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Տիկին Բադալյան, շնորհակալություն հնարավորության համար։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, բովանդակային առումով ինչպիսի տպավորություն է ձեզ մոտ, ինչ կարող եք ասել մեր քաղաքացիների հետ շփումից։ Քարոզարշավի արդեն 12-րդ օրն է եւ այս օրերի ընթացքում իհարկե մենք շատ տարբեր տրամադրություններ ենք հասցրել տեսնել, շատ տարբեր խնդիրների ենք հասցրել ծանոթանալ։ Ես շատ բարձր եմ գնահատում քարոզարշավի այս ֆորմատը եւ հուսով եմ, ինչպես նաեւ կարծում եմ, որ այն վարակիչ է եւ այսուհետեւ էլ վարակիչ կլինի բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք երբևէ մասնակցում են կամ կմասնակցեն քարոզարշավների, որ պետք է դուրս գալ եւ պետք է օգտագործել այդ առիթը ժողովրդի կարծիքը, տրամադրությունները, հույզերը, զգացողությունները իմանալու համար եւ հետո դրանք արդեն որպես արդյունք գործի մեջ օգտագործելու եւ մարդկանց բոլոր ցանկությունների իրականություն դարձնելու համար։ Այս առումով շատ արդյունավետ եմ համարում ես քարոզարշավի այս ֆորմատը եւ միևնույն ժամանակ իհարկե եթե տրամադրություններն են ընդհանուր հետաքրքրում բոլորին, բնականաբար այդ ջերմությունը եւ ամենակարևորը այն, որ խաղաղությունը իրոք խաղաղության կարիք ունի մեր ժողովուրդը եւ դա այնուամենայնիվ այսպես մեծ հույս է ներշնչել ժողովրդին, սա հաստատ փաստ է։ Տիկին Բադալյան, քանի որ նաև ամեն ինչը, այսպես օնլայն ռեժիմով հեռարձակվում է, շատ տեղերում նաև մենք ինքներս էլ շրջելով տեսնում ենք, որ այդուհանդերձ լինում են նաև քաղաքացիների եւ վարչապետի միջև բավականին սուր, այսպես կոշտ խոսակցություններ, ինչը ամբողջ համացանցով տարածվում է տարատեսակ լրատվամիջոցներով, դառնում է քննարկումների առիթ, բայց ես այս առումով ուզում եմ հասկանալ, այսինքն այս ամբողջ երբ որ այդ ձևով, այդ ձևաչափով ցուցադրվում է եւ ստացվում է, որ ինչ որ տեղերում նաեւ իշխանությունը դառնում է քննադատության թիրախ։ Ոչ միայն վարչապետի կոշտ հայտարարությունները, քաղաքացիների բոլոր կոշտ արտահայտությունները եւ պահվածքը երբեմն նույնիսկ անթույլատրելի ներկայացվում է բոլորին, որովհետեւ մենք մեր ժողովրդից որևէ գաղտնիք չունենք։ Մենք չենք ուզում բոլորին արհեստականորեն ցույց տալ, որ մենք այսպես չգիտեմ, բոլորը մեզ սիրում են, բոլորը մեզ պաշտում են, ինչպես որ եղել է 3 տասնամյակ, այսինքն հիմնականում քննադատությունների եթեր չեն գնացել։ Այսօր մենք պաշտպանում ենք եւ պաշտպանելու ենք մինչեւ վերջ ազատ խոսքի իրավունքը։ Մենք ասում ենք, որ ժողովուրդն է մեր երկրի տերը եւ մենք ժողովրդի ծառան ենք, մեզ վարձել են, որպեսզի մենք իրենց համար աշխատենք։ Եվ այդ ժողովուրդը կարող է եւ զայրանալ մեզ վրա, եւ կարող է քննադատել, երբեմն կարող է կոպիտ իրեն պահել, բայց նույնիսկ այն ամենաանթույլատրելի վարքագիծ դրսևորող քաղաքացին միևնույն է Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որի նկատմամբ մենք ունենք պատասխանատվություն որպես իշխանություն։ Վերընտրվելու շանսեր ինչպես է գնահատում 8 տարի է իշխանության եք, այս 8 տարվա ընթացքում տարատեսակ փորձությունների եւ մարտահրավերների միջով է անցել մեր պետությունը։ Հունիսի 7-ին վերընտրվելու ձեր հաղթանակի շանսը, հնարավորությունը ինչպիսին է։ Ես նման շանսեր տեսնում եմ, բայց ինչպես միշտ ինձ թույլ չեմ տա կանխատեսումներ անել կամ ուղղորդել որևէ մեկին, որովհետև մեր մեծագույն ձեռքբերումն է որպես իշխանություն Հայաստանի Հանրապետությունում արմատավորել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները եւ մեզ համար շատ կարեւոր է, որ ժողովրդի կամքը արտահայտվի եւ պաշտպանվի։ Եթե ժողովուրդը կորոշի, որ մենք պիտի լինենք իշխանություն, ուրեմն մենք կլինենք իշխանություն։ Եթե ժողովուրդը այնպես քվեարկի, որ մենք չլինենք իշխանություն, ուրեմն մենք չենք լինի իշխանություն։ Ես կարծում եմ եւ հպարտանում եմ շատ դրանով, որ մենք կարողացել ենք դրան հասնել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը ամուր արմատներ ունի, իսկ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները դրա արգասիքն են։ Տիկին Բադալյան, այս ընտրություններում առաջադրվել է 19 քաղաքական ուժ, չէ՞ կարծում, որ օրինակ բավականին մեծ է մրցակցությունը այս առումով
եւ կան անգամ որոշ կուսակցություններ, որոնք որևէ ձևով քաղաքացիներին անգամ հայտնի չեն, ծանոթ չեն, հայտնի չեն եւ այս առումով քաղաքացին ինչպես է օրինակ կարողանալու կողմնորոշվել եւ այսպես ասած, հա, որպեսզի ձայները նաեւ չփոշիանան։ Բայց քանի որ առաջին անգամը չէ, երբ որ մոտավորապես 2 տասնյակ կուսակցություն մասնակցում է ընտրություններին, ամեն անգամ էլ այդպես է եղել։ Հետևաբար առանձնապես արդյունքները թե փոշիացող ձայների քանակը, թե բաշխված ձայների քանակը նախորդներից այդ իմաստով չի տարբերվել։ Ներողություն, բայց 18-ին շատ ավելի քիչ էին, 21-ին շատ ավելի քիչ էին։ Բայց էլի մոտավորապես քիչ էր տարբերությունը, միևնույն է, բայց կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտը ընդհանուր առմամբ այս պահին ձևավորման վերջնական արդյունքին հասնելու ճանապարհին է, հա, ձևավորման փուլում է դեռևս քաղաքական դաշտը դեռ ամբողջությամբ չի կայացել Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի մենք կարողանանք հստակ ժողովուրդն էլ կարողանա իմանալ, որ հստակ կան մի քանի կուսակցություններ, որոնք ունեն իրենց ուղղությունները, իրենց գիծը, իրենց քաղաքական օրակարգը եւ ընտրություն կատարի այդ մի քանի կուսակցությունների միջև։ Մենք դեռ անընդհատ վերափոխում ենք, մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտում միշտ գրեթե միշտ նույն ֆիգուրներն են, հա, մի քանի տասնամյակ, ուղղակի նրանց կուսակցությունների անուններն են փոխվում կամ շրջագայում են մի կուսակցությունից մեկ այլ կուսակցություն, եւ ես սա համարում եմ դեռևս քաղաքական դաշտի ձևավորման փուլ։ Ես կարծում եմ, որ կանցնեն տարիներ, հատկապես որ մենք էլ քաղաքական մշակույթը տեսնում եք նոր ոճով ենք փորձում, հա, ձևավորել մեր ոճով եւ դա էլ կունենա իր ազդեցությունը եւ տարիների ընթացքում քաղաքական դաշտը հստակ կձևավորվի եւ հստակ բոլոր կուսակցությունները կիմանան, որ իրենց քաղաքական օրակարգը պիտի տարբերվի այլ կուսակցությունների քաղաքական օրակարգից, իրենց տեսլականը պիտի տարբերվի այլ քաղաքական կուսակցությունների տեսլականից եւ այդպիսով արդեն ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կմաքրվեն։ Իսկ դա իրոք խնդիր է, որովհետեւ ոչ միայն քաղաքացիները չեն ճանաչում շատ կուսակցությունների, նույնիսկ քաղաքական դաշտում եղած մարդիկ չեն լսել այլ կուսակցությունների մասին, որոնք որ մասնակցում են։ Բայց քանի որ դա իրենց իրավունքն է եւ եթե ընտրական օրենսգրքով դա չի հակասում իրենց գործունեությունը, հա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ նաեւ ընտրություններին մասնակցությանը, ապա նրանք այդ իրավունքը ունեն մասնակցելու։ Տիկին Բադալյան, եւ եթե այսպես ընդհանուր առմամբ ամփոփենք մեր զրույցը, եթե 50+1% չկարողանաք հավաքել, այդ դեպքում ուզում եմ հասկանալ հնարավոր գործակցության տարբերակներ արդյոք դիտարկում եք որևէ ուժերի հետ, որովհետեւ սրան զուգահեռ նշեմ նաեւ, որ օրինակ մյուս ընդդիմադիր ուժերը բոլորն ասում են կքննարկենք, կհասկանանք, տեսնենք ինչ է լինելու, բայց միանշանակ ասում են, որ որևէ պարագայում չեն պատրաստվում սատարել քաղաքացիական պայմանագրին, որևէ պարագայում չեն պատրաստվում գործակցել ձեզ հետ կամ այսպես հնարավոր կոալիցիաների մասին անգամ խոսելուց խուսափում են նրանք։ Շատ լավ, ես չեմ ուզում անգամ մտածել այդ մասին, որ մենք բացարձակ հաղթանակ չենք ունենալու, որովհետև Հայաստանի Հանրապետության համար այս ընտրությունները ունեն լրիվ այլ նշանակություն, քան երբևէ ունեցել են։ Սա պարզապես համապետական հերթական ընտրություններ չեն։ Այստեղ այս ընտրություններով որոշվելու է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, այս ընտրություններով որոշվելու է Հայաստանի Հանրապետությունը ունենալու է ինքնիշխանություն, լինելու է անկախ պետություն թե ոչ, եւ կարծում եմ, հուսով եմ, որ ժողովուրդը դա շատ լավ գիտակցում է եւ առնվազն պիտի հնարավորություն տա այն քաղաքական ուժերի, որոնք որ պայքարում են եւ պայքարելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար, Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետություն գոյության համար։ Եվ չեմ ուզում նույնիսկ պատկերացնել, որ մենք, գոնե որ մենք հստակ ինչ գնով էլ լինի պայքարելու ենք, որ մեր սերունդները ապրեն անկախ երկրում, մենք գոնե 50+ անպայման պիտի ունենանք մեր ժողովրդի աջակցությամբ։ Եվ հակառակ դեպքում ժողովուրդը նաև կորցնելու է իր իշխանությունը, այսինքն վերադառնալու է, քանի որ հիմնական գործող անձինք, հա, նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են, ինքը ուղղակի հետ է վերադարձնելու այդպիսով այն, ինչի դեմ 2018 թվականին դուրս եկավ պայքարելու։ Եվ չեմ ուզում նույնիսկ մտածել այլ ելքի կամ այլ սցենարի մասին։